Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մենք հանդիսանում ենք այն եզակի ազգերից, ովքեր ունեն կազմակերպված եւ մեծաթիվ սփյուռք։ Հենց այս թեմային էլ նվիրված է մեր այսօրվա զրույցը։ Իմ զրուցակիցներն են Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապյոնյան, ինչպես նաեւ ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Մինչ մեր զրույցին ասել, առաջարկում եմ դիտել մեր պատրաստած տեսանյութը, որից հետո կվերադառնանք տաղավարին։ Հայկական սփյուռքը ձևավորման առաջին իսկ պահից կապեր է ունեցել հայրենիքի հետ, սակայն քաղաքական պատճառներով պայմանավորված այդ հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են բովանդակային տարբեր դրսևորումներ։ Հայրենիք սփյուռք գործակցության զարգացման նոր հնարավորություններ ստեղծվեցին Հայաստանի անկախացումից հետո, սակայն հարկ է նշել, որ անկախության 400-դարյա գոյության ընթացքում Հայաստան-սփյուռք հարաբերությունները չընթացան կայուն զարգացման հետագծով։ Դեռևս լուծված չէ միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը։ Եթե հաջողվի ստեղծել նոր համահայկական կառույց, ապա հենց նրան էլ կվերապահվի միասնական քաղաքական օրակարգի մշակումը, որը համահունչ կլինի ներքին եւ արտաքին արդի մարտահրավերներին։ Պարոն Սրապյոնյան, ձեր կարծիքով ներկայում իրացված են բոլոր զարգացման հնարավորությունները եւ արդյոք օգտագործված է ողջ Սփյուռքի ներուժը արդյունավետ այս զարգացումը ապահովելու տեսանկյունից, թե մենք ունենք անելիքներ եւ որոնք են դրանք։ Եթե խնդիրը դիտարկենք արդեն ավարտուն, այսպես չափորոշիչով, ապա նշանակում է, որ անելիքներ այլևս չունենք։ Սերժ Սրապյոնյան, բանասիրական գիտությունների թեկնածու։ 1987-ից 2013 թվականներին դասախոսել է Երևանի Պետական համալսարանի հայ գրականության պատմության ամբիոնում։ 2013-ից Սփյուռքի փոխնախարարն է։ Սփյուռքը ինքը զարգացող բազմաբնույթ եւ ամենատարբեր ինքնություն դրսևորող օրգանիզմ է։ Ի վերջո Սփյուռքի վերջնական բնութագիրն էլ տրված չի, որովհետև դա կայուն սահմաններ ունեցող ինչ-որ կառույց չէ եւ եթե ասենք, որ 100-ից ավելի երկրներում երկրագնդի վրա կան հայկական համայնքներ, սրանով ամեն ինչ ասած կլինենք, դրանք տարբեր մշակութային ազդեցությունների գոտում գտնվող, տարբեր հասարակական քաղաքական համակարգում գոյատևող կառույցներ են եւ յուրաքանչյուրի հետ առանցին պիտի մշակվի համապատասխան համագործակցության ձև, չափ, մոտեցում, ինչն էլ այսօր անում է Սփյուռքի նախարարությունը։ Պիտի ասել, որ մեր ժողովուրդը Սփյուռքի խնդիրների գիտակցում ունեցել է նույնիսկ դեռ խորհրդային տարիներին, որովհետև ստեղծվեց, լավ հիշում եք, Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե եւ հանրապետության նախագահը իր նախընտրական կամպանիայում կարևորեց շատ Սփյուռքի նախարարության ստեղծումը, որն էլ արդեն 8 տարի գործում է, եւ այդ նախարարության հիմնախնդիրը հենց Սփյուռքի ներուժի հայտնաբերումն էր, համախմբումն էր, այնտեղ հայ մշակույթի, հայապահպանության, հայի ինքնության խնդիրների քննությունն էր։ Հենց այս առումով Սփյուռքի նախարարությունը ստեղծման օրից սկսել է մշակել համապատասխան ծրագրեր, այդ ծրագրերի շրջանակում խորացնել է փորձում, ինչը կարծում եմ բավականին այս դեպքում հաջողվել է, խորացնել կապերը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, որովհետև սա այն եզակի ժողովուրդն է, որի ազգային պատկանելությամբ 2/3-ը ապրում է իր երկրի սահմաններից դուրս։ Եվ կարծում եմ իհարկե, որ երբեք էլ չի սպառվելու Սփյուռքի խնդիրների համակարգելու գործընթացը։ Դա զարգացող օրգանիզմ է եւ յուրաքանչյուր մարտահրավերի, նոր ծնվող մարտահրավերի հետ կապված, յուրաքանչյուր նոր առաջացող խնդրի հետ կապված Սփյուռքի աշխատանքները, Սփյուռքի հետ աշխատանքները համակարգող կառույցը անպայման պիտի փոխի եւ մոտեցումը եւ ծրագրերը, ինչն էլ այսօր արվում է։ Շնորհակալություն, պարոն Եղիազարյան, Հայաստան-Սփյուռք քաղաքական օրակարգն է բացակայում։ Ձեր կարծիքով ինչու է այն բացակայում եւ ինչ հարցեր կամ ինչ առաջնահերթություններ պիտի ընդգրկվեն կամ ինչպես պիտի այդ առաջնահերթությունները ընդհանրապես որոշվի։ Այդ ձեր տեսակետը։ Հարցը այսպես խորքային վերաբերմունքի կարիք ունի, բայց համառոտ այսպես շարադրենք։ Արման Եղիազարյան, պատմական գիտությունների դոկտոր։ 2008-ից 2013 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ։
2009-ից դասախոսել է Երևանի Պետական համալսարանի հայ բանասիրության, պատմության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում։ 2013-ից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 004 հայոց պատմություն մասնագիտական խորհրդի անդամ է։ 2013-ից Երևանի Պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնի վարիչն է։ Հեղինակ է 5 մենագրության եւ 80-ից ավելի գիտական հոդվածների։ Առաջին եւ ամենակարևոր խնդիրը Հայաստանի եւ Սփյուռքի ընդհանուր քաղաքական օրակարգի ձևավորման դա փոխադարձ քաղաքական ինտեգրման խնդիրն է։ Եթե կհիշեք 90-ականների սկզբին քաղաքական անկախության վերականգնման առաջին տարիներին հայերենիք-սփյուռք հարաբերություններում կար խնդրեմ եւ այդ խնդրեմը առաջնորդին քաղաքական առումով ինտեգրվածության բացակայությունն էր։ Հայրենիքը Հայաստանի Հանրապետություն անհաղորդ էր Սփյուռքի քաղաքական նպատակներին, իսկ Սփյուռքը զգալի չափով Հայաստանի Հանրապետության քաղաքական նպատակներին, այնտեղ գիտեք կա ցեղասպանության ճանաչման խնդիր, պահանջատիրություն հայդատ ընդհանուր առմամբ, իսկ այս պարագայում կար ուրեմն Արցախյան խնդրի լուծման այնպիսի եղանակներ, որոնք ոչ միայն այստեղ ժողովրդի մի զգալի մասին դուրս չէին գալիս, այլ նաև սփյուռքահայության։ Առաջին 3 խորհրդաժողովները 99, 2002 եւ 2006 առաջին փուլն էր քաղաքական ինտեգրման կայացման։ Հայրենիքը որդեգրեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դա դարձրեց արտաքին քաղաքականության գերակա ուղղություն, փոխադարձաբար օրինակ հիշեք խորհրդաժողովներում Ռոբերտ Քոչարյանն ժամանակ միշտ ասում էր, որ լավ կլինի, որ Սփյուռքն էլ զբաղվի Ղարաբաղյան խնդրով, մասնավորապես օրինակ 2006-ին խնդիր դրվեց Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հիմա երբ որ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց, սա չափազանց մեծ առաջընթաց էր հայերենիք-սփյուռք կապերում եւ համակարգման ուղղությամբ առաջին հերթին։ Գաղտնիք չի, որ Սփյուռքի նախարարությունը նախարարի եւ աշտակազմի առումով չափազանց այսպես աշխատասեր գտնվեց հենց այս հարցում, որովհետեւ Սփյուռքը զգալի չափով ինտեգրվի այդ խնդիրներին եւ ստացվեց։ Հիմա մի խնդիր, որը եկավ վերջին օղակը հանդիսանալու այդ ինտեգրման, դա 2009 թվականի արձանագրությունների ստորագրումն էր։ Բոլորի համար ցավալի էր Հայաստանի եւ Սփյուռքի մեջ որոշակի բախումնային իրավիճակի առկայությունը, բայց դա բերեց դրական հետևանքների։ Թե այստեղ եւ թե Սփյուռքում հասկացան, որ անհրաժեշտ է փոխինտեգրվել, երկխոսել, հասկանալ մեկը մյուսի պահանջները։ Մասնավորապես նախագահի համահայկական այցը փաստորեն առաջի աննախադեպ բանն էր եւ փորձեր արում պետական մակարդակով գոնե Սփյուռքին, եթե ոչ համոզել, ապա գոնե իրողությունները ներկայացնել եւ փորձել հիմնավորել այդ քաղաքական մոտեցումները։ 2009-ին Դաշնակցության դուրս գալը եւ ընդդիմություն գնալը, որը հենց այդ խնդրի արտահայտություններ եւ Դաշնակցության վերադարձը քաղաքական համագործակցության իշխող կուսակցության հետ ցույց է տալիս, որ քաղաքական ինտեգրման հարցում զգալի առաջընթաց կա, բայց դարձյալ այո մի փոքր բան պակասում է վերջնական քաղաքական ինտեգրման համար եւ ինձ թվում է դա իր լուծումը կգտնի արդեն համազգային խորհրդի ձևավորման ընթացքում, երբ որ ի վերջո արդեն կձևակերպվեն այդ կետերը։ Այ հենց այդ հարցն կցանկանայի իդեպ քննարկել, պարոն Սուրապյանյան, տեսեք Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում, հետո նա 2014 թվականի այդ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի ժամանակ առաջի դեպքում խոսվում էր ազգային խորհրդի մասին, հետո խոսվեց համահայկական խորհրդի ստեղծման մասին, երբ ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը պիտի վերացվեր։ Ձեր կարծիքով ինչ խնդիր է լուծելու այդ նոր մարմինը, փաստորեն ինքը դառնում է նոր ձևաչափ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ եթե դուք համոզված եք տեղյակ կլինեք, ինչ փուլում է դա եւ արդյոք ինչու կարծես թե մի փոքր դանդաղել է այդ գործընթացը։ Ես կարծում եմ եւ նաեւ դանդաղման գործընթացը նույնպես կապված է այդ խնդրի հետ, միանգամից վերցնել եւ Սփյուռքին առանց Սփյուռքի մասնակցության որոշակի կառույց ստեղծել հարցերը համակարգելու համար չի կարող շտապողականություն ընդունել։ Դա կարող է նեղացնել Սփյուռքի մի մասին, կարող է բավարարել մի այլ մասի, եւ սա կարծում եմ ճիշտ ընտրված ճանապարհ է, որովհետեւ այդ նախաձեռնությամբ նաեւ հանդես եկավ Սփյուռքի նախարարը, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողով վերածվի համահայկական խորհրդի, որը իր մասնակցությունը կբերի երկրի արչեւ ծառացած մարտահրավերները լուծելուն։ Ինչ փուլում է գտնվում։ Դա դեռևս ուրեմն իր նախնական փուլում
առաջադրվեցին մի շարք կոնցեպցիաներ տարբեր բնույթի, որպիսի կարողանան վերակառուցել հանձնաժողովը համահայկական խորհրդի, որը ընթանում է, ընթացքի մեջ է, քննվում են խնդիրները, որոնվում են առավել օբյեկտիվ, առավել կառուցիկ ճանապարհներ եւ ի վերջո ես կարծում եմ կհաջողվի, որովհետեւ նախ ցեղասպանության միջոցառումները համակարգող խորհրդի մեծ հաջողություն է։ Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք երբևէ մատնացույց անել համահայկական նշանակություն ունեցող որևէ միջոցառման նման կազմակերպվածության եւ նման հնչեղության միջոցառում։ Սա վկայեց, որ ճիշտ էր այնուամենայնիվ տեղերում տեղական կառույցներից կարծիքներ ստանալը, դրանք համադրելը, սկսած կոնցեպտուալ խնդիրների առաջադրումից ընդհանուր մինչև խորհրդանիշի ընտրություն, որն էլ բացարձակապես դրական արձագանք ստացավ եւ Սփյուռքում եւ առհասարակ աշխարհում։ Հետևաբար այս փորձը արդեն իսկ հիմք է դառնում, որպեսզի համահայկական խորհուրդն էլ ստեղծվի այդ ձևաչափով, առաջարկները, որոնք արվել են ամենատարբեր կառույցների կողմից եւ նաեւ Սփյուռքի նախարարության կողմից, քննվում են եւ երբ կհասնի ժամանակ կհասկանանք, որ շատ կառուցիկ այսպես ձևաչափ է ընտրվել, կհայտարարվի համահայկական խորհրդի գործնեության հնարավորության մասին եւ այն գործառույթները, որոնք կարող են վերագրվել համահայկական սպասվող խորհրդին։ Դրանով հետաքրքրված է եւ Սփյուռքը, հետաքրքրված է եւ հայրենիքը, ինչը վկայում է այն մասին, որ չի կարող համահայկական գլոբալ հետաքրքրություն ներկայացնող խնդիրը մնալ կես ճանապարհին։ Պարոն Եղազարյան, ձեր կարծիքով շարունակելով ինչ-որ իմաստով թեման, ինչ չափով պետք է լինի Սփյուռքի քաղաքական ներգրավվածությունը ՀՀ կառավարման համակարգին։ Շատ հետաքրքիր հարց է, իդեպ բավական այսպես զգացմունքային, բայց ես կփորձեմ ավելի այսպես սառը դատողությամբ ասել։ Նախ քաղաքական համակարգին մասնակցությունը պետք չի շփոթել քաղաքական իշխանությանը մասնակցության հետ։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է։ Սփյուռքյան ցանկացած կազմակերպություն առավել եւս քաղաքական կուսակցություն կարող է այստեղ ունենալ մասնաճյուղ եւ ընտրություններին մասնակցելու միջոցով ձգտել հասնելու քաղաքական իշխանության։ Փորձ կա առնվազն երկու քաղաքական ուժի կողմից, ուրեմն հնչակյան կուսակցության եւ դաշնակցության կողմից, որոնցից մեկը մաս եղել է իշխանության եւ այս պահին էլ կա, իսկ մյուսը դարձել քաղաքական համակարգի մաս է ընդդիմադիր դիմագծով, այսինքն ըստ էության քաղաքական համակարգի մաս լինելու հետ կապված խնդրեմ չկա։ Քննարկման կարևոր հարթություններից մեկը եղել է պարլամենտը երկպալատ դարձնելը եւ մի պալատում սփյուռքահայերին ընդգրկելը եւ դրա ջատագովներ Սփյուռքի նախարարը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դա լիներ հնարավոր տարբերակ, ապա Սփյուռքի նախարարի նման խիստ ջերմեռանդ անձնավորությունը դրան կհասներ։ Ուրեմն ըստ էության թե օրենսդրության քաղաքացի լինելու եւ չլինելու եւ մյուս խնդիրները բերել են, որ դա դարձել է անհնար երևույթ։ Միգուցե դա գալիս է փոխարինելու համահայկական խորհրդով ինչ որ իմաստով։ Համահայկական խորհրդի ձևաչափը իշխանել, որ փորձենք այսպես մեծացնել, դա մնում է խորհրդի ձևաչափ։ Այսինքն ճիշտ նույնը ինչ որ տեղեր ունենում 99-2000-2006 թվականներին պետք է ներկայացուցչական սկզբունքով հավաքվեն Սփյուռքի մարդիկ, ինչ որ ներկայացուցիչները ինչ որ ժամանակային կտրվածքով կես տարին մեկ տարին մեկ քննարկեն ինչ որ խնդիրներ։ Ըստ էության ֆորմատը բազմականակ թե փոքրականակ էությունը չի փոխում։ Այսինքն պետք է հասկանանք նույնքան խորհուրդը եւ պարլամենտի երկրորդ պալատը տարբեր բաներ են։ Սփյուռքահայի ներգրավվածությունը քաղաքական համակարգին կարող է լինել ըստ էության իշխանությանը ձգտելու առումով եթե նրանք քաղաքացիներ են, իսկ եթե քաղաքացիներ չեն, ապա պարզ համայնքային մակարդակում ընտրությունների մասնակցելով եւ կամ ընդհանրապես գաղափարներ ներմուծելու դրանց պաշտպանության առումով։ Այսինքն քաղաքական համակարգի մաս լինել եւ քաղաքական իշխանության մաս լինել տարբեր բաներ են, մեզանում ցավոք դա շփոթվում է։ Մեզ թվում է եթե ասում ենք, որ սփյուռքահայերին պետքա մաս դարձնենք քաղաքական համակարգին, ապա դա նշանակում որ առաջնորդին նրանք պետքա ստանան պետական պաշտոններ, ոչ։ Սփյուռքը կարող է մասնակցել առանց այդ ամեն ինչի։ Չէ, ռազմավարազատական կուսակցությունը, եթե այստեղ ունի մասնաճյուղ եւ բավական ակտիվ գործունեություն ծավալում է եւ իշխանության մաս չի, դա դեռ չի նշանակում, որ նա քաղաքական համակարգի մաս չի կամ որոշակի ազդեցություն չունի գործընթացների վրա։ Իսկ հնարավոր չի որոշ օրինակ համահայկական բնույթի խնդիրներում այնուամենայնիվ որոշումները, եթե ինչու՞ չէ համատեղ կայացնել, միգուցե նման մի ձևաչափի կարիք մենք ունենք, այն հարցերում, որոնք վերաբերում են ոչ միայն
հայաստանյան հայությանը, հա, այսպես ձևակերպենք, այլ համայն հայությանը։ Այդ դեպքում խնդրում եմ ձեր տեսակետները։ Ես կարծում եմ այդ գործընթացը արդեն իսկ տեղի է ունենում, որովհետև շուրջ 30 համահայկական կառույցների տասնյակ հազարավոր ենթակառուցվածքների հետ Սփյուռքի նախարարությունը ունի ամենասերտ կապեր եւ այդ կապը ընդունվում է դրական էմոցիայով։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ Սփյուռքի նախարարի այցելությունները Սփյուռքյան մեր համայնքներ վերածվում են նրանց համար որոշակի իրադարձության։ Եվ նրանց առաջարկները իրենց իսկ համայնքների հետ կապված խնդիրների լուծման իմաստով այստեղ երբևէ աչքաթող չեն արվում եւ հնարավոր բոլոր միջոցները գործածում են այդ խնդիրները լուծելու։ Այլ բան է, որ մենք դա պիտի ներկայացնենք համակարգված ձևով։ Այդ համակարգմանն էլ, եթե այդ համակարգման անհրաժեշտությունը չլիներ, կարծում եմ չէր լինի այդ հանձնաժողովից համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը կամ մոտեցումը։ Եվ նաև ցանկացած նոր գաղափար ըստ էության մի քիչ զգուշավոր է ընդունվում, եթե չասեմ երբեմն նաև ընդդիմադիր կեցվածք է առաջացնում առանցին մարդկանց մոտ։ Տեսեք, մենք խոսում ենք հայրենիք-Սփյուռք կապի մասին, նույնիսկ ինձ հարց են տալիս Ղարաբաղը կամ Լեռնային Ղարաբաղը Սփյուռք է թե ոչ։ Այդպիսի անհեթեթ հարց չի կարելի դնել առհասարակ։ Լեռնային Ղարաբաղը երբեք չպիտի ուշադրությունից դուրս մնա։ Սա շատ լավ գիտակ որպես համահայկական ներուժի ամփոփում, քննարկման հարց չի։ Եվ երբ նախարարը առաջարկեց եւ նախարարի առաջարկով լրագրողների 8-րդ համագումարում համաժողովում ընդունվեց որոշում, դու ինչ ես արել Ղարաբաղի համար, մարդիկ ընկալեցին որպես քննություն իրենց արածների։ Մինչդեռ դա սեփական եսի նկատմամբ քննական վերաբերմունք է, այսինքն մեր իբրև հայի տեսակի Սփյուռք թե հայրենիք տեսակի հիմնախնդիրներից մեկը Ղարաբաղի նաև խնդրի լուծումն է, որովհետև այդ խնդրի լուծումը շատ չափով որպես համահայկական խնդրի։ Նույն շարունակելով նախորդ հարցը, պարոն Սրապիոնյան, վերջերս նախագահի ելույթը ինչ է նոյեմբերի 26-ին համագումարի ժամանակ հանրապետական կուսակցության, որտեղ Սփյուռքի մասով հետաքրքիր շեշտադրումներ կատարվեցին, մասնավորապես ասվում էր, որ փոխվելու է քաղաքականության սլակը, պետք է խոսենք միասնականության եւ պատասխանատվության մասին, եւ ի դեպ նաեւ խոսվում էր համատեղ որոշումներ կայացնելու, համատեղ որոշումներ իրականացնելու, նաեւ պատասխանատվություն կրելու մասին։ Ձեր կարծիքով քաղաքական էլիտար, մասնավորապես նախագահը եւ իշխող վերնախավը փոխում է կամ շեշտադրումները որոշակի նոր շեշտադրումները կատարում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, որի արդյունքը միգուցե առաջիկայում տեսնենք տարբեր ձևաչափերով կամ որոշումների տեսքով, չգիտեմ։ Ես պիտի ասեմ, որ Սփյուռքի հետ համագործակցության խնդիրը միշտ էլ եղել է հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում։ Երբ 3 տարի առաջ նախագահը հանձնարարեց, որ Սփյուռքի հետ առնչվող բոլոր խնդիրները մյուս բոլոր գերատեսչություններից ներկայացնեն Սփյուռքի նախարարության եւ համակարգողը դարձավ մեր գերատեսչությունը, վկայում էր այն մասին, որ նախագահը շատ է կարևորում հատկապես Սփյուռքի հետ համագործակցության ձևաչափը։ Ես քիչ առաջ ասացի, որ այդ ձևաչափը անընդհատ փոփոխման ենթակա է։ Այն, որ նախագահը համագումարում ներկայացրեց Սփյուռքի հետ գրեթե մի ամբողջական կառուցիկ կոնցեպցիա եւ առաջադրեց երկու կարևորագույն խնդիր։ Այն է միասնականություն եւ պատրաստակամություն Սփյուռքի խնդիրները կարգավորելիս։ Վկայում է այն մասին, որ նախագահը նկատել է, որ միասնականության եւ պատրաստակամության որոշակի չափականակի պակաս կա։ Ուրեմն մեր հիմնախնդիրը այդ ապահովելն է։ Եվ նախագահը չմոռանանք նաեւ մի շատ կարեւոր հայտարարություն արեց։ Նա ասաց, որ մենք բացենք, շիտակենք եւ պատրաստ ենք ցանկացած պարագայի բացախոսել Սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ։ Սա համագործակցության կոչ էր եւ նաեւ նշեց թե ում հետ։ Նրանք, ովքեր ունեն ներուժ, սրտացավ են եւ պատրաստ են լուծելու Սփյուռքի հետ համատեղ մեզ հետ միասին խնդիրները, մենք միշտ պատրաստ ենք, բայց ոչ ինքնաառաջադրված եւ հավակնոտ այն մարդկանց, որոնք պարզապես իրենց փափուկ անկյուններից զբաղվում են միայն քննադատությամբ եւ դատելով։ Պատական չի, ես դրա համար խոսում ենք միասնականության եւ պատասխանատվության մասին, այլ ոչ թե այո, ով որ պատրաստ է ինչ որ բան ներկայացնելու, ինչ որ առողջ ծրագիր ներկայացնելու, երկիրը եւ նրա ղեկավարությունը պատրաստ են այդ խնդիրը լուծելու, որովհետեւ ամենահեշտ բանը դատելն է։ Այդ որ Սուրբ գրքում ընդունված է հայտնի ասույթը՝ մի դատիր, որ չդատվես,
Սա հենց այնպես չի ընկալվել գրքում, որովհետև նորից եմ գտնում ոչինչ չարած տեղը փնովել, դատել եւ խանգարել անողներին տարածված հիվանդություն է մարդու մեջ իբրև տեսակի եւ նախագահը հենց հարկ համարեց դա զգուշացնել եւ բերեց անուններ մարդիկ որոնք հայրենիքում կայացել են եւ մարդիկ որոնք հայրենիքում իրենց ներդրումներով արդեն իրենց ոչ թե դա բարեգործություն է դրամաշնոր է այլ իրենք հետապնդում են իրենց շահը դրանով նաեւ հետապնդելով իրենց հայրենիքի շահը մեր ականավոր հայերից շատերի անունները տվեց նախագահը պիտի ասեմ որ նաեւ քաղաքականության սլաքը նախագահը վաղուց էր փոխել երբ ասաց որ վաղուց ժամանակն է որ մենք Սփյուռքից ոչ թե սպասենք օգնություն այլ ստեղծենք իրավիճակ, երբ Սփյուռքահայը հայրենիքում ներկայանում է հանուն իր շահի։ Ինչքան շահում է հայրենիքը, այնքան պիտի շահի Սփյուռքահայ գործարարը։ Եվ կարծում եմ սա իրագործելի ծրագիր է եւ դա բեցապես առաջիկայում մենք ականատես կլինենք որոշակի նաեւ արդեն գործնական քայլերի այս ուղղությամբ։ Պարոն Եղազարյան, գործականից անցնենք տեսական եւ գիտական սփյուռքագիտության ամբիոնը Հայաստանում փաստորեն միակ ամբիոնն է, որը կոնկրետ զբաղվում է Սփյուռքի տեսական գիտական հարցերի հետազոտմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դարձել է այդ երիտասարդ համեմատաբար երիտասարդ ամբիոնի հետազոտության առարկա եւ տեսական մշակումներ առաջ քաշումներ լինում են եւ նախքին փորձի հիման վրա առաջ քաշվեն ուղղորդվեն ցույց տան նոր անելիքները, որովհետեւ այնուամենայնիվ միշտ սովորելու բան կա նախորդ սխալների կամ թեկուզ նախորդ լավ փորձը ուսումնասիրելու արդիականացնելու տեսանկյունից։ Ներկապահին հենց ամբիոնը հրատարակության է պատրաստում հայրենիք-սփյուռք կապերը 1918 թվականից մինչև մեր օրերը խորագրով գիտական հետազոտություն, որը հենց վերաբերում է հայրենիք-սփյուռք ինստիտուցիոնալ կապերի հետ երևույթին, այսինքն ոչ թե պարզ առնչությունների դաշտում է, այլ հենց պաշտոնական հարաբերությունների ուսումնասիրությունը եւ այստեղ շատ հետաքրքիր ընթացք է նկատվում։ Գրեթե բոլոր, այսինքն բաժանվում է հայրենիք-սփյուռք կապերի պատմությունը 3 հիմնական պարբերաշրջանների, ըստ հանրապետությունների, առաջին, խորհրդային եւ երրորդ։ Եվ օրինաչափորեն բոլոր 3 դեպքում էլ մենք ունենք Սփյուռքի հետ կապերի միևնույն գերակա ուղղությունները։ Աջակցություն Հայաստանին, իհարկե, նաեւ այս թարմացված ֆորմատով, որ դուք ասեցիք, հայրենադարձություն եւ ուրեմն հայրենիք-սփյուռք կապերի համակարգող ինչ-որ մի մեխանիզմի առկայություն, այսինքն համահայկական ինչ-որ խորհրդի կամ կառույցի քննարկում։ Հիմա առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, թեև այսպես հերոսական ջանքեր կատարում էր, որովհետև հայրենադարձությունը կենսական էր բնակչությունը ավելացնելու տեսակետից, թեև սովամահություն էլ կար եւ այլն։ Բայց խորհրդային Հայաստանը հենց այս ուղիով գնաց իդեպ։ Հոգը որ կար, իդեպ եզակի ու միակ կառույցը, որը աշխատում էր մասնաճյուղերով դրսում, Հոգը առաջին 3 տարիներից հետո որոշում կայացրեց բարեգործական հավաքներ իրականացնող մարմնից դառնալ արդեն հստակ ծրագրեր իրականացնող մարմին Հայաստանում ուրեմն կառուցել քաղաքներ, ավաններ եւ այլն եւ այլն։ Գերակայությունները դարձյալ նույնն են։ Գալիս է AOX-ը, արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը։ Դարձյալ ծրագրային ուղղությունները նույնն են։ Գալիս է Սփյուռքի կոմիտեն, դարձյալ նույնն են։ Քննարկումները համահայկական խորհրդի եւ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեցին 3-րդ համաժողովում, նա ասաց թողնենք ապագային։ Որտեղ ասում էր հիմա ամեն մեկս որոշումները մեր մասով իրականացնում ենք եւ դրանով բավարարում ենք, բայց Սփյուռքի նախարարության կամ համահայկական խորհրդի ստեղծման հարցը թողենք ապագային, հիմա պատրաստ չենք։ 2008-ին պարզվեց, որ պատրաստ ենք, բայց 2008-ին մի շատ հետաքրքիր բան կար հայրենիք-սփյուռք կապերում, հայրենիքի կողմից Սփյուռքի գլխավոր խնդրի գիտակցումը։ Մենք երբ որ ասում ենք միասնականություն, մենք ունենք միասնականության տակ հասկանում ենք Սփյուռքի կազմակերպական միասնություն, այսինքն միասնական են մեզ հետ, սոլիդար են մեզ հետ Սփյուռքի կազմակերպությունները, իսկ այն Սփյուռքի մեծ օրգանիզմի մեծ մասը, ծրված հայերը, նրանք ըստ էության միասնական լինել չեն կարող եւ գլխավոր պատճառը քաղաքակրթական, եթե ավելի պարզ մշակութային հավասարակշռության խախտվածությունն է հայկական Սփյուռքում։ Եվ երբ որ Սփյուռքի նախարարության կանոնադրության մեջ գրվել էր համահայկական մշակութային ռազմավարության կենսագործում, հիմնական իդեան հենց այդտեղ էր՝ վերականգնել մշակութային հավասարակշռությունը, բալանսը, որովհետեւ նաև միասնականությունը արժե համակարգային առումով ապահովի։ Ցավոք սրտի միջև այդ ծրագիրը չկա, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։ Բայց հայրենիք-սփյուռք կապերի թեև տեսնում ենք ինտեգրացիոն գործընթացները գնում են, ունենք օրինաչափ
գերակաուղություններ բոլոր պարագաներում, բայց այդ մի խնդրի լուծումը հայրենիք-սփյուռք միասնության եւ կապերի բարելավման խնդիրը կլուծի, այսպես ասենք, երկար ժամանակի հեռանկարի կտրվածքով, եթե մենք փորձենք Հայաստանը դարձնելով հայկական արժեհամակարգի քաղաքակրթության կենտրոն, գլխավոր օղակը, շղթայի գլխավոր օղակը, կարողանանք վերականգնել մշակութային հավասարակշռությունը, գոնե պարիտետային համաչափ հավասարությունը, բայց ինչ որ ձև վերականգնենք, որովհետեւ այսօր, եթե միմյանց դիմաց կանգնեցնենք Արգենտինայի հային եւ Մոսկվա, ասենք թե ռուսահային, ես ձեզ հավատացնում եմ, առանձնապես մեծ ընդհանրություններ չեք գտնի նրանց մեջ։ Եվ դա այդ մշակութային դաշտի խախտվածության պատճառն է։ Այսինքն այս ծրագրի կենսագործումը եւ պարոն Սրապյանյանն էլ որպես կենսագործող մարմնի ներկայացուցիչ պետք է սա նկատի ունենա։ Իդեպ մի խոսք էլ եւ խոսքս վերջացնեմ։ Սփյուռքի նախարարության եւ համահայկական խորհրդի այսպես համաչափ գոյությունը։ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց որպես Հայաստանի կողմից Սփյուռքի նկատմամբ քաղաքականություն իրականացնող մարմին։ Այո, նա երբեք չստեղծվեց համակարգող մարմնի կարգավիճակում հայրենիք-սփյուռք կապերը։ Քաղաքականություն իրականացնի, ահա, եւ երբ որ երկրորդ գործիքը կներդրվի, այսինքն այդ խորհուրդը, ես ում եմ Սփյուռքի նախարարության աշխատանքները էլ ավելի կակտիվանան եւ նախագահի նշած գերակաուղությունները, որոնք ինչ խոսք խիստ հեռանկարային են եւ արդիական ամենակարևորը, հնարավոր կլինի ավելի լավ եւ ավելի որակյալ կերպով իրականացնել։ Ինձ հուշում է, որ մեր ժամանակը ցավոք սրտի ավարտվեց, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական զրույցը նվիրված էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա ընթացքին։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։